Խորհրդային կարգերի առաջին օրերը։ Նոր կյանք Անդրկովկասում։ Անցյալ վիդեոյում խոսացել ենք նրա մասին, թե խորհրդային կարգերի առաջին օրերին ինչպիսի նոր եւ իսկական ժողովրդավարություն է ստեղծվել Հայաստանում։ Իսկ այսօր կխոսենք կյանքի որակի ապահովման եւ բարելավման մասին։ Առաջին հարցը, որով որ բոլշևիկները եւ հայ կոմունիստները զբաղվեցին, դա կանանց հարցն էր։ Պատրիարխատը կամ հայրիշխանական ընտանեկան կառուցվածքն ու ավանդույթները վերացվում էին նոր հեղափոխական մտքի շնորհիվ։ Հայաստանում առաջին անգամ կանանց կրթությունը եւ հասարակական անկախությունը կարևոր դեր գրավեցին։ Հայ-ադրբեջանական եղբայրասպան կռիվներին, որոնք հիմնված էին ազգային, բուրժուական ազգային պետության շահերի պահպանմանը, վերջ դրվեց եւ ստեղծեց բոլոր ժողովուրդների բարեկամություն հիմնված հանրային սեփականության վրա, այսինքն վերածվեց հիմնային պատճառը պատերազմելու շահույթը եւ շովինիստ շահույթատերերը, որոնք մի կտոր հողի համար, անձնական հողի համար զոհում էին հազարավոր աշխատավորների կյանքեր։ Ժողովրդին թալանող մաուզերիստների հարցը լուծվեց հետևյալ կերպ. Նախկին ֆիդայինները, որոնցից շատերը առաջին հանրապետության ժամանակ դարձել էին մաուզերիստներ, այսինքն մաուզեր ատրճանակ կրող թալանչիներ, ընտրության առաջ կանգնեցին կամ լքել Հայաստանի խորհրդային սովետական միությունը կամ միանալ Կարմիր բանակին եւ դառնալ կամ զինվոր կամ գեներալ։ Հետաքրքիր փաստ. անցյալում ֆիդային եւ հայդուկ Անդրանիկ Օզանյանը, որ այդ պահին գտնում էր Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում, իր աջակցություններն էր հայտնում խորհրդային Հայաստանին եւ պաշտպանում նրան դաշնակներից։ Բավական է հայ ժողովուրդ, բավական է, ինչքան զրկանքներ կրեցիք, այժմ գոյություն ունի սովետական ազատ Հայաստան, այժմ բազմաչարչար եւ հալածված հայ ժողովուրդը ունի իր հայրենիքը։ Ունիմ միայն մեկ նպատակ՝ վերադառնալ ազատ Հայաստան, տեսնել իմ հարազատ ժողովրդին եւ ապա հանգիստ մեռնել։ Ի սկզբանե նաև բոլշևիկները նույնիսկ փորձեցին դաշնակներին ներգրավել առաջին խորհուրդների եւ կառավարության մեջ, չնայած որ դաշնակների դիկտատուրան ընդամենը 1 տարի առաջ գնդակահարել էր նրանց ընկերներին եւ հարազատներին։ Սակայն այդ դաշնակները միշտ օպորտունիստ լինելով ամեն վարքյան փորձեցին ձախողել նոր իշխանությունը։ Այդ դաժան փորձերից մեկի մասին կխոսենք հաջորդ անգամ։